Կառավարության նիստի ժամանակ, երբ որ վարչապետը հայտարարեց, որ մեր եկեղեցիների մեծ մասը վերահսկվեց Չոլանի, գիտեք, միգուցե այդ բառապաշարը, այդ բառամթերքը շատ ծանր է, ասենք, լսելու համար, բայց դրա մեջ կա ճշմարտություններ։ Դա եկեղեցին բոլորին սա, եթե տեսնում ենք մի բան այնպես չէ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը պետք է պարտադիր կռանալ եւ վերցնել պարտադիր կերպով։ Եվ առհասարակ, գիտեք, ես այն կարծիքին եմ, որ եկեղեցի պետություն հարաբերությունները պետք է կարգավորվեն, եթե կա, ուրեմն զրպարտելու, բանադրանքի, չգիտեմ, լուրջ հիմքեր, ապա դա պիտի լինի շատ թափանցիկ։ Դա պիտի լինի շատ տրանսպարենտ կերպով։ Այնինչ մեր մոտ դա անտեսվում է, փորձ է արվում, կարծեք թե վարչապետը փորձում է միայնակ դուրս գալ եկեղեցու դեմ կամ ոչ թե միայնակ, այլ մի քանի, ասենք թե ԿՊԱ-ականներով, որը որ կարծեք թե ավելի է սրում իրավիճակը, խորքի մեջ, հասարակության մեջ ավելի է սրում իրավիճակը եւ հասարակական երկփեղվածությունը գնալով ավելի է լայնանում։ Սա անթույլատրելի է։